Զարգացումները բավականին զգալի են դարձել քաղաքացու գրպանի համար։ 2025 թվականի հունվարից սկսած մինչև ընթացիկ տարվա հունվար ամիսը Հայաստանի սննդամթերքի շուկայում արձանագրված գնաճը երկար տարիների ընթացքում առաջին անգամ հատել է Կենտրոնական բանկի սահմանած գնաճի նպատակային ցուցանիշը 3%-ը։ Ամենամեծ գնաճ արձանագրվել է հատկապես Տավարի մսի շուկայում։ Մեդիահաբը այցելել է Երևանի շուկաներից մեկը, պարզելու համար, թե ինչքան է թանկացել մսամթերքը։ Տավարի միսը սկսած 3800-ից մինչև 7500 դրամ։ Վերջին շրջանում նշվում է, որ գնաճ է նկատվել Տավարի մսի շրջանում։ Ինչքան է տարբերությունը։ 3-400 դրամի տարբերություն է։ Ոսկորով միսը արժի 3800-ից 4100 դրամ, փափուկ միսը արժի 5000-ից մինչև 7500 դրամ։ Սենց ոսկորովները 4100 դրամ, դոշիկիտ մատերը 3800 դրամ, սրանք է 4100 դրամ, 5000 դրամ, ու տենց շարունակ։ Իսկ ամենայժամ միսը էսա, էլի սուկին է, 7500 դրամ։ Առևտուր լինում է։ Հա, իհարկե։ Մենք ցամաչը վաճառում անեն, չէ թե մեկը վաճառում է, մեկը մնում է։ Ամեն մսին իր կլիենտը ունի։ Իսկ թվում է մի քիչ կբարձրանա ու կմնա։ Ինչով պայմանավորված։ Նրանով է պայմանավորված, որ չկա։ Եթե գյուղատնտեսությունում մի հատ տավարը 9 ամսում ունենում է մի հատ հորդ, բնական է, որ ժամանակապետ որ շատանա։ Երկու տեսակի թև կա, մեկը կա 1400, մեկը կա 1600, ունեմ դիկներ 1600, ունեմ բութ 1200, կրծքամիս ունեմ առանց ոսկորի 2000 դրամա, հավերը 1300 դրամա, աղացած միսը 1200 բայց դե էդի վերջնական գներ չի էլի, իջնում են գլեն։ Այս թոքերն է 1000 դրամ, հավի ոտներն է 7600 դրամ, վզերն են 600, 700, այս թոքերն է 1000 դրամ, այս ասորտին է 3 տեսակի 1500 դրամ։ Իսկ թանկացումներ կա, նշվում է, որ վերջի շրջանում գնաճ են։ Հələ չէ, բայց չգիտեմ հետո, բայց դե հույս կա, որ կեժանանա, ոչ թե թանկանա։ Մեր մոտ մենակ խոզի միսա, խոզի բդերը 2500 դրամ է, մատերը 3600 դրամ է, չալաղաժներն է 3600, թևը 2000 է։